Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, երեք չէինք անդրադարձել, այսօր կցանկանայի անդրադառնալ Լևոն Քոչարյանի երեկվայի պահվածքին ազգային ժողովում, հայոյախառն լեքսիկոնին ու կանանց ետևում թաքնվելուն, կենթանի պատին դաշնակների կառուցած, բայց կարծես համացանցով արդեն ամեն ինչ ասված է, ուղղակի փորձենք մի փոքր վերլուծել այնուամենայնիվ, որովհետև այս արարածը, ով պարզապես կյանքի բերումով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի որդին ու վերջ, դրանից այն կողմ էլ ոչինչ չի ներկայացնում իրենից, կարծես փորձում է ինչ-որ ոչ թե խոսքերով, ոչ թե քաղաքական խոսույթով, այլ գյադայական պայելաձևով մաքրագրել իր հոր անունը ու իրեն էլ ներկայացնել ինչ-որ մեկը, ով կարող է ազգային ժողովում խոսել պաշտպան կանգնել իբր ինչ-որ պատգամավորուհու, բայց հետո պաշտպանվել նրա թիկունքում։ Ես հասկանում եմ զայրույթը որտեղից է գալիս եւ բնականաբար բնավ նրա պապուն անվանարկելը չի, չնայած դա անվանարկում էլ չի, դա իրական փաստ է, բայց գանք մի մատ խորքից, ինչպես ասում են։ Լևոն Քոչարյան, տես, հայրդ Ռոբերտը առհասարակ ոնց է քաղաքականության մեջ, երկրի իշխանություններին, կառավարությանը առհասարակ կամ իշխող թիմերին ընդունված է որպեսի ընդդիմադիր հատվածը զուգահեռաբար դեմոնիզացման կամ սատանայացման process իրականացնի։ Դա քաղաքական գործառույթ է ինչ որտեղ նաև, քաղաքական պայքար է, հնարավորինս փորձել վատաբանել, միայն վատը խոսել, վատաբանել, ոչ մի լավ բանից չխոսել, այն էլ ունենալով հսկայական մեդիա ռեսուրսներ, որպեսզի մաշեցնեն, ինչպես ասում են, եւ ստեղծեն հնարավորություն իրենց վերարտադրվելու կամ իրենց իշխանության գալու համար։ Առհասարակ աշխարհում դա ընդունված խաղի կանոններ են, իհարկե դա արվում է ավելի ինստիտուցիոնալ ձևով, ավելի քաղաքական ձևով, քան դուք կարող եք պատկերացնել, որովհետև ձեր ամբողջ թիմում քաղաքականություն բառը այդպես էլ չընկալվեց իր ողջ էությամբ, հա, ինչպես խուլիգան կայք, այդպես խուլիգաններ էլ մնացել եք։ Եվ ինչպես խուլիգաններ ու կողոպտիչներ եղել եք ձեր իշխանության տարիներին, հիմա էլ փորձում եք այդ ամենը պահել եւ այլն։ Հորդ պարագայում նրան ոչ ոք չի դեմոնիզացրել։ Հորդ պարագայում հայրդ ինքը իր ձեռքով իրեն դեմոնիզացրել է։ Ու այսինքն այն ինչ որ գոյություն է եղել, դա ոչ թե կառուցված պատումներ են։ Օրինակ այսօր դուք շատ պատումներ եք օրինում իշխանության հասցեին, դրա համար երկար կյանք չեն ունենում ձեր պատումները, այլապես ձեր բերած օրինակներից մեկը երկուսը բավարար էին, որ հանրությունը առհասարակ 21 թվականին ձայնել չտար ԿՊ-ին։ Եվ ի տարբերություն ձեզ ԿՊ-ն չի տիրապետում ռեսուրսների եւ նրա հույսը իսկապես միակ հույսը քաղաքացու քվեն է եւ վերջ։ Ձեր պարագայում դուք այլ հնարավորություններ էլ ունեք, սկսած մեդիա ռեսուրսներից, վերջացրած ահռելի ֆինանսական կարողություններից։ Եվ իհարկե ձեր նաև կապերից, որոնք որ մինչև հիմա աշխատում են տարբեր կառույցներում եւ կարողանում են որոշ դժգոհություններ առաջացնել հանրության շրջանակներում։ Սա հսկայական ռեսուրս է, այլ բան է ունենալ խելք այդ ամեն ինչը կառավարելու համար, երբ դու իշխանություն չես, որովհետեւ երբ իշխանություն ես կարող ես ունքի մի շարժումով այնպես անել, որ բոլորը ենթարկվեն, բայց երբ որ իշխանություն չես, պետք է գնաս երկխոսության ու պայմանավորվածությունների։ Հայրը իր ձեռքով իրեն սատանայացրել է արդեն, դեմոնիզացրել է ամենատարբեր ձևերով։ Հիմա դու նեղվում ես, որ մարդիկ իմիջիալոց այդ խոսակցությունները կապված քո պապիկի հետ։ Ես առհասարակ չեմ սիրում մարդկանց ընտանիքներ մտնել, առավել եւս որ թե Հայաստանի Հանրապետությունում, թե երբ Արցախում ապրում էին եւ ապրում են մարդիկ, ովքեր սովետական միության ժառանգորդներ են, ու իրենց հարազատներից մեկը, երկուսը կարող են եւ թուրք լինել, ադրբեջանցի լինել, եւ ոչ միայն ադրբեջանցի, կարող են լինել ուկրաինացի, ռուս, չգիտեմ, ղազախ, ուզբեկ, ինչ ասես, ընդհանուր միջև կորեացի, ինչ որ մի շրջանում էլ։ Կարող են լինել, հատկապես Արցախում շատ կա, որովհետեւ ավելի շատ
ադրբեջանցիներ բանով, հա, սովետական միության ժամանակ այդքան Հայաստանում չեն ապրել, որքան Արցախում Ադրբեջանի ավտոնոմ տարածք էր ու այնտեղ ապրում էին։ Եվ բնականաբար հարաբերությունները սովետական միությունում կարողացել էին Կրեմլից համոզել, որ բոլորը եղբայրական ժողովուրդներ են, եւ մենք հայերս էլ բոլորս կերել էինք այդ կուտը, այսպես ասած, մեր անգրագիտության արդյունքում եւ որոշել էինք, որ դե որ ասում են, ուրեմն մի բան գիտեն, այո, եղբայրական են եւ մոռացել էինք ամենատարբեր ջարդարար գործողությունները ադրբեջանցիների ձեռամբ դեռ 1920-ական թվականներից։ Ու կարելի է բնական վերաբերվել այդ հանգամանքին, որ քո պապը կարող է եւ թուրք լինել, ադրբեջանցի լինել, այսինքն դա չենք պիտակավորում, բայց ինչն է խնդիրը, գիտեք, որ դուք ձեր թիմով, ձեր էլեկտորատով բոլորին ասում եք թուրք, առանց ուրույն կենսագրություններ դիտարկելու։ Հիմա հարց, Լևոն, այս պատմությունը դուրս է եկել ձեր գյուղից, դուրս է եկել Արցախից, այս պատմությունը ոչ ոք Երևանում նստած չի որոշել, որ Ռոբերտ Քոչարյանի հայրը ադրբեջանցի է։ Ոչ, դուրս է եկել հենց այնտեղից, մարդիկ սկսել են պատմել, ասել են դրան ո՞նց եք վստահում պետություն։ Մենք այստեղ թուրքերի հետ կռվում ենք, դուք իրենց խոսքն մեջ բերում, թուրքի բջին բերում դարձնում եք գլխներից ղեկավար, որ ինչ անեք։ Իմիջայլոց անգամ կային պատմություններ, որ օրինակ ձեր հորաքույրն է դա ասել, այսինքն ձեր հարազատներից նույնպես դա հաստատել են։ Հիմա այնուամենայնիվ մենք չենք ցանկանում այդ տիրույթ մտնել, բայց ունենալով հստակ այսքան պատմություններ չմտնել այդ տարածք, դա ձեզ թույլ չի տալիս կարծել, թե կարողա թույլություն ենք դրսևորում եւ դուք պիտի մտնեք այլ տարածք ու մարդկանց ամենատարբեր պիտակներ տալ։ Օրինակ շատ պետության համար ամեն ինչ արած մարդկանց կռվելուց սկսած մինչև բարեխիղճ կառավարումը դուք եք կանգնում թուրք որպես պիտակավորում։ Բայց այդ պարագայում Լևոն Քոչարյան, քեզ ուղիղ հարց եմ տվել, մինչև հիմի 5 տարի սպասում եմ պատասխանի։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում դու բիլակները տառած որտեղ ես եղել։ Որտեղ ես եղել, երբ որ քո, այսպես ասած, հայրենիքը հրդեհվում էր։ Կրակի տակ էր։ Որտեղ ես եղել։ Մինչև այսօր պատմությունը լռում է դրա մասին։ Եվ միայն Երևանում պիտի գայիք ու հայրենիք սիրեիք, հայրենիքի քաղցրությունը մենակ Երևանից է նկատելի դառնում։ 44 օրյա պատերազմին դու, տո հերդ, որտեղ եք եղել։ Ինչ եք արել Արցախի համար։ Տո լավ ասենք թե վախենում եք գնայիք առաջնագից, չգիտեմ, ձեր արյունը կապույտ է, ձեզ չի կարելի գնալ առաջնագից։ Քանի կոպեկ եք փոխանցել հիմնադրամին։ Ձեր ընտանիքը քանի կոպեկ լումա, քանի լումա է փոխանցել։ Օդից Արցախ ու արցախցի սիրելը շատ հեշտ է, չափազանց հեշտ։ Ցանկացած մեկը կարա ասի, ես էլ եմ սիրում։ Ասեմ ավելին, Արցախը, կոնկրետ Արցախը ադրբեջանցիներն էլ են սիրում։ Ինչ կա։ Համարում են իրանցը սիրում են։ Մենք էլ համարում ենք մերնա սիրում ենք։ Դրա մեջ ինչ-որ մեծ բան չկա։ Արարքներով են ապացուցում։ Հիմա էլ պեղել ինչ-որ նկարներ եք տեղադրել, ահա եւ դա։ Բա որ այդ ամեն ինչը կար, մի հատ ուրիշ հարց։ Երբ որ հերդ պիտի մասնակցես, ինչ եմ անընդհատ հորդ անունը տալիս, որովհետև առանձին վերցրած դու ոչ ոք ես։ Լևոն Քոչարյան ոչ քաղաքական գործիչ կա, ոչ պարկեշտ քաղաքացի կա, ոչ, չգիտեմ, ոչ մի բան չկա։ Մի հատ մարդ է հերթական 3 միլիոնից, որը կարող է որակական հատկանիշներով մի քիչ բացասական տվյալներ ունի։ Պատահում է։ Հորդ որ հանում ենք, տակը ոչ մի բան չկա։ Դրա համար հորդ ենք ասում, որովհետև հերդ է կողոպտել ինձանից մեկը ինձանից, որ քեզ կերակրի։ Հերդ զինվորների անդրավարտիկից մինչև զուգագուլպաներ գողացել բերելա, որ ձեզ կերակրի։ Հերդ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունները թալանելա, որ քեզ մեծացնի։ Եվ դու պետք է հիմա շնորհակալական երախտիկի կեցվածքով միայն դուրս գաս փողոց, որ ազգովի փաստորեն քեզ կերակրե պահել ենք։
Կամ հիմի որ ասում ենք օրինակ թուրք։ Հիմի հարց տամ։ Մի կողմից ասում ենք թուրքը ցեղասպանություն է իրականացրել եւ այլն, զրկել է միլիոնավոր հայերի իրենց բնական կեցության վայրեր, իրենց էթնիկ հայրենիքից եւ այլն։ Հիմի ուզում ես նմանություն քաշեմ, տեսեք ինչքանով եք թուրք։ Եվ ոչ միայն դու կամ հերդ կամ ձեր քաղաքական թիմը, այսպես ասած, եթե այդտեղ քաղաքական բան կա։ Ձեր բարբարոսական թիմը։ Ասեմ լսես։ Բազմաթիվ հայերի ունեցված կեղեքել եք։ Բազմաթիվ հայերի զրկել եք Հայաստանի Հանրապետությունում ապրելու իրենց ցանկությունից, երազանքից ու նպատակից։ Միլիոնավոր մարդիկ դարձել են տարագիրներ։ Հայաստանի հայ ժողովրդի սփյուռքը երկու մասից է բաղկացած։ Մեկը ցեղասպանությունից մազապուրց եղածներ, մեկը հորդ կառավարման ժամանակ մազապուրց եղածներ։ Հայկական սփյուռքի հետ առնչվել եք հեչ։ Դաշնակներին մի կողմ դրենք, դրանք հայկական ու սփյուռք բառերի հետ կապ չունեցող երևույթներ են։ Մի հատ փորձեք շփվել։ Կամ հին հայերի համայնքն է, ովքեր ցեղասպանությունից հետո են հայտնվել այդ տարածքներում, կամ Հայաստանի Հանրապետությունից 90-ականներից սկսած մինչև 18 թիվը։ 18-ից հետո գնացողների մեծ մասը լրիվ այլ կերպ է գնում ու չի կարող այնտեղ փաստական հանգցվել այնպես, ինչպես որ 2000-ականներին գնացածները։ Բայց ինչ եք զրկել այդ մարդկանց իրենց հայրենիքում ապրելու իրավունքից ու հնարավորությունից։ Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ գնացել են արտերկիր, հանձնվել են գիտեք ինչի տակ։ Իրենց դոկումենտները վառել թափել ներկայացել են որպես բան, որ ծնողներից մեկը թուրք է։ Ստիպված խաբել են, որպեսզի կարողանան դոկումենտ ստանան այդտեղ ապրեն։ Այ դրան եք հասցրած եղել մարդկանց։ Ես ամենավողպալի վիճակն է։ Մարդը թաքնվել է թուրք բառի ետևում։ Սա հորը տարածն է։ Մշակութաբանական ցեղասպաններ եք։ Ու ես այս պիտակը որ ասում եմ, իզուր չեմ ասում։ Սա հստակ ձևակերպումն է ձեր ողջ գործունեության։ Հայ մշակութաբանական ցեղասպաններ եք դուք։ Ես սրան ավելացնեմ եւս մեկ պատմություն, այսօր իմ Facebook-յան ընկերներից մեկն էր ինձ ուղարկել։ Ես չէի հասցրել դիտել ճիշտն ասած, մերոնք հաղորդաշարի Սուրեն Սարգսյանը Լոս Անջելեսից, մերոնք հաղորդումը, չգիտեմ, ժամանակավոր երևի այնտեղից է թողարկում։ Ես այդ պատմությունը ընդհանուր առմամբ լսել էի երիտասարդ տարիներին, բայց չգիտեի որտեղից եմ լսում դա ես ու ընդ որում լսում էի նաև դրա հակառակ պատմությունները ու ինձ հետաքրքիր էր իմանալ եւ շնորհակալություն Արևիկ ջան քեզ որ դա ուղարկեցիր։ Օպերային թատրոնի փոխտնօրենն էր հյուրը եւ ներկայացնում էր թե ոնց է հորդ աշխատակազմը վարվել Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լևոնյանի հետ։ Այդ նույն ցեղասպանական դրսևորումը ոնց է ասել նրան, որ մարդիկ պիտի ստիպված լինեն լքեին ամեն բան։ Դուք ինչ կապ ունեք հայերի հետ։ Հերդ չէր տարանջատում։ Հերդ վերջին ասուլիսի ժամանակ իրեն ու հայերին չէր տարանջատում։ Հերդ չէր ասում 44 օրյային մեղավորը հայերն են։ Դու իրա հետ նորտես ու կանգնել այդտեղ մի հատ էլ պաշտպանում ես բավարար չի մի հատ էլ նես քեզ բանասողին հայոյում ես։ Ես հասկանում եմ որ ձեր խմբակցության կանանց ներկայությամբ հայոյելը հասարակ բան է, դուք այդպես եք շփվում իրար հետ ու շատ նորմալ եք վերաբերվում, որովհետև հայ մարդու լեքսիկոնի մեջ հայհոյանքը այն դեպքում է շատ, երբ որ կամ ասելիք չունի կամ օտարածին է։ Եկել դարձ մտել ես ազգային ժողով, որպեսի այսպես քեզ պես հայհոյանքներ բանանես, տեղաս։ Դու ով ես։ Հորդ ժամանակները չեն, որ դու ոնց ուզես թուրդ աչուձախ կտրի, հասկանում ես։ Դեռ մի բան էլ չեպազորից է տալիս, ասում է, բանը ես պատկերացնում եմ այդ նույն պատգամավորները այստեղ խոսում են, որ հանկարծ Նիկոլը չլինի վարշապետ, ինչ վատ են իրանց զգալու։ Բա հələ մենք էլ պատկերացնում ենք հերդ նախագահ չլիներ դու ով ես լինելու։ Ուրեմն քեզ ասեմ հետեւյալ, նստած սպասում եք դրսից դաբրոներ տան, որ հայ ժողովրդի գլխին յաթաղան կախեք։ Այդ չեք։
Հերդ խոսում էր թե բա ես Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ մի հատ բան եմ ասել եմ շեֆ չեմ ասելու։ Լուրջ ես ասում։ Դու ո՞նց կարար Լևոնին շեֆ չասել, երբ որ Լևոնը հարցնում էր հայր մերը գիտես խնդրում դու մեր խունջիկ լամիշ էր լինում, դեռ մի բան էլ ասում էր բան։ Հայես չէ ես բնեցի իմ։ Ոյիններ, հաղթանակած նախագահ։ Մեկ ասեք իմ, այդ որ փորձում եք սրբա դասել Քոչարյանին, փորձում եք նրան սրբազանացնել, նրա անունը փրկել։ Մեկ ասեք նրա հերոսությունը որտեղ է եղել Արցախյան ողջ պատերազմի ժամանակ։ Դեռ մի բան էլ իր կեցվածքով բանը կրվող տղերքի տրամադրություններն ա գցել։ Սկի ինքը չի հավատացել, որ ամեն ինչ հնարավոր է։ Եվ մյուսը, Լևոն, այո, կասկածները շատ մեծ են, որ պապը թուրք է, որովհետև Բաքվից, Կոմկուսից կարող էին հետաքրքրված լինել միայն այդպես մարդկանցով, ընդ որում զանգել Երևան, որպեսզի հերը ծույլիկ չմնա բանը, պոլիտեխնիկի հեռակա կուրսում, նույն կուրսում։ Պետք էր առնվազն այդպիսին լինել, որպեսզի դառնալ Հեյդար Ալիևի պրոյեկտ է, ինչպես խոստովանել է մի բանով ինքը։ Հիմա եկել ես այստեղ, էդ ինչ ես ուզում փրկել։ Հերետա, գնացեք իրար փաթաթվեք, ապրեք ձեր համար։ Ինչ գործ ունեք հայ ժողովրդի հետ, ինչ գործ ունեք ազգային ժողովում, ինչ գործ ունեք քաղաքական իրավիճակների մեջ մտնում խուլիգանություն եք անում։ Կարդում ենք ունեցվածքների ցանկը, բա որ արդար քրտինքով ստացած է։ Հեչ հերդ կամ դու կամ աղբերդ մի օր չեք հավաքում երիտասարդ նոր բաներին, ովքեր որ ցանկանում են բիզնեսով զբաղվել եւ նրանց դասախոսություն կարդում, բանախոսությունով հանդես գալիս, թե ինչպես կարելի է դառնալ միլիոնատեր։ Ինչի չեք անում, տակը հանցագործությունները ծով են, որովհետեւ, չէ՞։ Դուք հայ մշակութաբանական տերորիստներն եք եւ շարունակում եք մնալ այդպեսին եւ դեռ սերունդներ եւ դու նրա սերունդից մեկն ես։ Լևոն։ Վայ քեզ բան, երկրի կեսը կողոպտել են եկել կանգնել մի բանել իրանք են հատ տալիս։ Իսկապես ուզում եք ժողովուրդը կանգնի մատ ազգային ժողովի դիմաց, չթողնի ոչ մեկի ոտը կպնի այնտեղ, որ նոր իմանաք ինչն ինչոց, հա։ Թե ձեր գելափները ձեզ ուրիշ բաներ են, պատասխաններ են տալիս, դուք էլ գիտեք այդ ամեն ինչ իր հունով ընթանում է։ Դուք շատ լավ իմանալով հերետել դու էլ ու ձեր դաշնակցական կառույցներ պատիվ ունեմնել հետը։ Բոլորը շատ լավ իմանալով, որ հեղաշարժման փորձերը ցնցում են պետությունը եւ թուլացնում իմիջիայլոց դրանում խոստովանականով հանդես եք եկել հենց դուք։ Շատ լավ իմանալով դա։ Դուրս եք եկել 22 թվականին 21-ին օրհասական իրավիճակներում, երբ որ Հայաստանի սահմանների ներկրակում Թուրքը ու լայնամասշտաբից 5 էր պակաս, դուրս եք եկել երկրի ներսում ցնցումներ եք անում։ Հերդ չի ասել, որ 4 անգամ իշխանություն փոխվեց Բաքվում, դրա համար կարողացանք ինչ որտեղ նաև հաջողել ռազմի դաշտում։ Բայց այդ ինչ լավություն եք անում Թուրքին։ Ու շատ լավ իմանալով իմիջը, եթե դա անեի ես կազմակերպեի ես այդ ակցիաները, կարելի էր հասկանալ, գուցե քաղաքականությունը խորապես չեմ ուսումնասիրել, չգիտեմ, բայց դուք դիտավորյալ չէր սա թուրքերին դուր գալու միջոց, չէր։ Ձեր կուսակից ընկերները կհելնում բարձրանում էին դիրքերը, կանգնում նկարում էին, թե որ դիրքում ինչ կա, ինչ չկա, ու դեռ ազգային ժողովից էլ ասում էին, ես լինեի թուրքերի տեղը, այս ինչ տեղով կհարձակվեք, ամեն ինչ տեղով կհարձակվեք։ Բայց թուրք չեք, բա ինչ եք։ Ընդ որում մենք չենք ցանկանում թուրք բառը օգտագործել որպես վիրավորանք, որովհետև շատ լավ գիտենք, թե աշխարհում ոնց ենք մոնիտորինգի տակ ու չենք ուզում հայ ժողովրդի անունը ելնի ինչ որ նացիստական կամ ֆաշիստական դրսևորում, ինչին ձգտում է Ալիևը։ Եվ դուք հենց այդ խոսույթով նաև օգնում եք Ալիևիներին։ Օգնում եք, որ միջազգային հանրությանը կարողանա ցույց տա, թե հայ ժողովուրդը տեսեք բանա։ Անհանդուրժողականության մթնոլորտում մենք չենք կարող նրանց հետ աշխատել։ Այս սրանով աջակցում եք, չգիտեք այդ նյուանսները, բա որ չգիտեք, բա 20 տարի ինչով եք զբաղված եղել։ Հորդ հարցերով երդ կասի, ինքը դա բան իմաց մարդն է, չէ՞ մեջներիդ։ Կարժաթար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։
Ու սրանք ինչից է, ուրեմն տես Լևոն, ինչքան դու պարտքեր ունես, դուք նախ եռաբլուր գնալու իրավունք չունեք, ոչ դու, ոչ հերդ, ոչ էլ ձեր թիմից որևիցե մեկը, ասեմ ինչի, նախ հերդ ուրացել է եռաբլուրը, վերջին բանախոսության ժամանակ, ասել է, որ մենակ Արցախը 150,000-անոց Արցախը հաղթեց բանին, 7.5 միլիոնանոց Ադրբեջանին, վերջ, եռաբլուրի ներկայացուցիչները արցախցիներ չեն եղել, ոչ ծնունդով, ոչ բանով, բայց զոհվել էին այնտեղ, վերջ, դուք ուրացել եք իրենց, սրանք գումարած դաշնակցականները վեր կացած սկսեցին պաշտպանել այս թեզը, իդեմս Քրիստինե Վարդանյանի, իդեմս բանի, Գառնիկ Դանիելյանի եւ մյուսների, դուք էլ իրավունք չունեք եռաբլուր գնալու, դուք էլ եք ուրացել, դուք համաձայնելով այս թեզի հետ ուրացել եք եռաբլուրում ավելացել եք խաղաղ ժամանակով Վազգեն Սարգսյանի շիրիմը, դուք դաշնակներով ու Ռոբերտ Քոչարյանով ու Սերժ Սարգսյանով ով փորձում է այս պատմության միջից պլստա, բայց չի պլստա, դուք բացարձակ իրավունք չունեք գնալու այդ սրբավայր, սա մեկ, երկրորդ, 90-ականներին, ես բերում եմ մի մարդու օրինակ, որը ես եմ, մի մարդու կյանքից օրինակ եմ ձեզ բերում, ու ինձ նման ճակատագրերը բազում, տասնյակ հազարներով կարելի է հաշվել, ուրեմն, 90-ականներին, երկրաշարժ, դե հորս կողմը հիմնականում Գյումրիից են, երկրաշարժին մեծ օգնություններ, կեսը լափեցին ու երկրաշարժի ստուժած մարդկանց շատ քչերին բաժին հասավ որոշակի օգնություն, իսկ են շոր, մոր, հակած շորեր բան, էսրանք համարել օգնություն, կներեք, սա բան չի էլի, շատ բացի այդ հակուստներ, չգիտեմ սնունդ բան, էտրանք էսպես թե ենպես կային, մեծ իրական օգնությունը լափեցին, հետո այս լափողը բերեց հորդ կարկեց գլխներից շեվ, իմիջայլոց 90-ական այդ լափելու պատճառով որ մարդիկ չկարողացան արագ վերադասավորել իրենց կյանքը, ինտեգրվել նոր կյանքին, մնացին իրենց զոհված երկրաշարժից մահացածների, երկրաշարժի զոհերի իրենց հարազատների շիրիմներին սոված քաղցած սնգրտալով, սրանց մեծ մասը լքեց Հայաստանը, լքեց, գնաց, ես հիշում եմ այդ ժամանակների օդանավակայանը, մարդիկ վերմակ դոշակներով օդանավակայանում մի շապատով քնում էին, որպեսզի ինչ-որ կերպ հաջողեն թռնեն Հայաստանից, ես հիշում եմ հորդ ժամանակները, Բանգլադեշում տունը 2 հատ Ռուսաստանի տոմսի հետ փոխում գնում էին այստեղից, որպեսզի գլուխներն ազատեն, որպեսզի պրծնեն այդ ցեղասպաններից, այդ ժամանակ, ես իմ օրինակն եմ հիմա բերում, հայ ժողովրդին ամբողջովին ընդհանրական իմաստով եկեք հանգիստ թողնենք, ես որպես հայ ժողովրդի մի մաստիկ, մի հատիկ օրինակ եմ բերում, որ դուք լավ հասկանաք ձեր մշակութաբանական ցեղասպանության հետևանքները, այդ ժամանակ իմ մեծ գերդաստանը կտոր եղավ, բաժան եղավ, մարդիկ պիտի գնային, ապրոստի միջոց պիտի հայթայթեն, շատերը գնացին Ռուսաստան, Ուկրաինա էլ գնացած բարեկամներ ունեմ, մորաքույրս, մյուսը, մի խոսքով, մեր մեծ գերդաստանը փրթիկ եղավ, սա գենոցիդ, եւ չկարողացան կառավարել, չկարողացան հույս տալ ժողովրդին, ու մարդիկ չեն գնացել, ոչ ոք, էլի եմ կրկնում, պարոն Փաշինյան, դուք էլ կառավարության նիստին անընդհատ դա կրկնում եք, դա այդպես չի, ձեզ խաբում են, դուք սխալ եք հասկանում, քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից չեն գնում լավ կյանք որոնելու, գնում էին, որովհետեւ հույս չկար, հույս գոյություն չուներ, որ երբևէ լավ կլինի, հայ մարդը դժվարությունից փախած չկա կյանքում, եթե ցանկացած գնացած, ու թող հայկական սփյուռքը կհաստատի իմ ասածները, ովքեր 90-ականներից հետո են գնացել, որևիցե մեկը չի գնացել, որովհետև այստեղ սոված են, բոլորը գնացել են, որովհետև հասկացել են, որ բացի այն, որ սոված են, հույսն չի երևում, թե առհասարակ իրենք որպես մարդ, որպես քաղաքացի, իրավահավասար, չգիտեմ, բարոյական մասով, որքանով են հավասար մնացածների հետ 99%-ը դրա համար է գնացել, 99%-ը ամբողջ մեծ գերդաստանս բարի գնաց, ամբողջը, այսօրվա դրությամբ կարող է քուր աղբեր իրար հետ բանը, ծանոթանան ընկերություն անեն, իսկական սերիալ դուրս կգա, բանա, չիմանան էլ, որ իրար հորեղբոր կամ հորագրոջ բաներ են, որդիներ են, որդի ու դուստր են, ամբողջ հայ ազգը բաժան արեցին, հայ ժողովրդին, հայ ընտանիքներն ու գերդաստանները քանդեցին, ոնց որ Լենինը քանդեց իր ժամանակներին։ Հետևից եկավ Ռոբերտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արդեն,
Ես իմ էլի օրինակն եմ բերում։ Իմ ընտանիքը, արդեն փոքր ընտանիքը, իմ ասենք հայր, մայր, քույր, եղբայր եւ այլն։ Այս ընտանիքը բաժան եղավ, որովհետեւ արդեն մեծանում են, ամեն մեկը ուզում էր իր կյանքը դասավորել, ամեն մեկը հասկանում էր, որ այստեղ չի ստացվելու դասավորել։ Ամեն մեկը մի կողմ գնացին։ Սերժ Սարգսյանի օրոք, որ Հայաստանում մենակ ես էի կինս ու մի տարեկան տղա երեխաս։ Ստիպված եմ եղել իմ մի տարեկան տղային թողնել օրորոցի մեջ, կնոջս տեսունացել անորոշ ժամանակով դուրս գալ Հայաստանից։ Ու փորձել կյանք դասավորել լացելով։ Ինչ լավ կյանքի հետևից եմ գնացել, ոչ որովհետև տեսել եմ վերջը չի երևում, ես էլ են մարդն եմ, որ ամբողջ կյանքում պայքարել եմ։ Անկամ պայքարս տեսել եմ, որ արդյունք չի տալիս, որովհետև ժողովուրդն էլ է դեգրադացված արդեն։ Եվ այո, շատ լավ եղավ ու փառք ու պատիվ, որ 18 թվականի հեղափոխությունը հաջողեց, ամեն մարդ չէր կարող դա անել։ Իհարկե դրանից 2-3 տարի առաջ արդեն վերադարձել է էլի, բայց միևնույնն է։ Ինչը սա պակաս եղել քեզանից Լևոն։ Այդ դու այդ ինչերի ես տիրապետում, այդ ինչ մի մտքի թռիչք ունես, որ մենք չունենք։ Այդ ինչ նյուխ ունես, որ մենք չունենք, դու ով ես։ Բայց ամեն ինչի պատասխանը ովքեր պիտի տան, եթե ոչ հերետ ու իր երկվորյակ Սերժը ու իր շեֆ Լևոնը, ով պիտի տա։ Ձեր կարծիքով մենք էլ տես պիտի մոռանանք գնանք։ Ասենք լավ դե իմի անցած գնացած, այ երբեք դա տեղի չի ունենալու։ Մենք 18 թվականին առաջարկեցինք մոռանալ։ Առաջարկեցինք, ասացինք եկեք զրոյես գնանք, բայց դուք ոչ չէիք կարող հանգստանալ։ Ոնց։ Արուն էր տենչում։ Ձեր արդեն ատամը լեզուն սովոր է արուն խմելուն։ Տենչում եք դուք դա։ Եվ 20 թվականի պատերազմի ժամանակ 44 օրյայի ժամանակ արդեն ցույց տվեցին, թե ձեր գեներալները ցույց տվեցին, թե իրենք ովքեր են, թե ձեր քաղաքական ներկայացուցիչները Վազգեն Մանուկյանը եկել գլուխ էր գովում, ասում էր, ես պատերազմի ժամանակ գնացել համոզում եի, որ տանկերը պիտի Երևան մտնեն։ Մի տեսակ թարս չեք հասկացել ամեն ինչը դուք։ Թե դիտավորյալ եք այդպես հասկացել։ Հերդ հորդ ժամանակ բանակը խառնված է եղել քաղաքականությանը։ Դիրքերից մարդիկ են բերել, որպեսզի Երևանի կենտրոնում գնդակահարություններ իրականացնեն։ Այդ չեք եղել։ Հանցագործների ընտանիքի ներկայացուցիչներ եք։ Դուք ով եք, որ խոսքի իրավունք վաստակեք, դեռ մի բան էլ դուրս գաք, հայոյանք էլ տակ։ Ու ինձ համար բացարձակ կապ չունի, թե ում եք դուք հայոյում։ Դուք առհասարակ խոսալու իրավունք պիտի չունենայիք։ Կուզեիր քո Գերդաստանը այդպես լիներ։ Քարուքանդ լիներ։ Որ մեկդ կուզեիք։ Ու այսօրվա դրությամբ մի հատ առիթ է լինում, մի ծնունդ, մի կնունդ, մի ուրախության առիթ, նայում ես կողքերդ հսկայական Գերդաստանից հետ է, որ հսկայական Գերդաստանից հետ մեկը կողքդ չի լինում։ Ամեն մեկը աշխարհի մի ծայրում են։ Սա չի եղել ձեր ռեզուլտատը։ Սա չի եղել արդյունքը ձեր կառավարման։ Դուք ով եք, որ կարողանաք բան խոսեք արա։ Կներեք արա բառի համար, արայով իրենց չեմ դիմում։ Այնտեղ արայով դիմելու մի բան էլ չկա։ Էլի եմ կրկնում, ուսումնասիրեք, Սփյուռքի նախարար ունենք, նախարարություն չի, բանա։ Մի հատ էլ ուսումնասիրեք, արդյունքներ տվեք, ինչ համայնքներ կան, որ համայնքը ինչից է բաղկացած։ Կրկնում եմ, կամ հնուց գնացածներ են, հետևյալն է, իրանահայերի համայնք է լինում, սիրիահայերի, լիբանանահայերի համայնք է լինում, կամ լինում է արևմտյան Հայաստանից ցեղասպանությունից գաղթածների համայնքները։ Դրանից հետո մի 70 տարի փոսա, որովհետև ոչ մի համայնք նոր չի ձևավորվել, որովհետև չի եղել դրա կարիքը։ Հետո գալիս է 90-ականներից գնացածները մի 5-10 տարի մնալուց հետո արդեն բացել են նոր համայնքը։ Դրա անունն էլ դրել են հայաստանցիների համայնք։ Այդքանից հետո գլուխ է գովում ձեր լավ աղբեր Արա Աբրահամյանը Արամաշխարհի հայության նախագահը գլուխ է գովում։ Դեռ Ռուսաստանն էլ այ հենց այդ փայտիկը գլխներից վեր է ճոճում է։ Ասում է Ռուսաստանի դաշնությունում ավելի շատ հայկական Հայաստանում։ Ձերոց կառավարման արդյունքը չի դա։ Գոհ եք դուք դրանից։
Հիմա կնոջդ հարցնեմ, Սիրուշո, երկշույի աղջիկ ես, արվեստի մարդ ես։ Նորմալ է Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լևոնյանի հետ այդպես խոսելը, որ երբ որ գնում են մոտենում են ասում են այս մարդիկ արդեն ստեղներն է ասել, այսպես որ գնաց կլքեն դուրս կգան Հայաստանից, ասում են երեք գնային այսօր 2 օր կլիներ։ Նորմալ ես համարում դու դա։ Եվ սրանք ռեալ պատմություններ են, Ինչի համար, որովհետև Ռոլանդ Շարոյան մշակույթի նախարարը դաշնակ որոշել էր օպերային շենքը դարձնել բիզնես կենտրոն, մարդկանց ապօրինի փողով տանել Ամերիկա, ժամանակ ինչքան էր 30-35,000 էր Ամերիկա անգնելը, գործանելը։ Այս չեք եղել, գիշատիշ անգղերի նման ամենածանր վիճակում լեշերն եք են կծարել վերջին կտորները։ Ու քանի դեռ հանրությունը շատ բաներ չի խոսում, չի պատում, խելոք վեր ընկեք տեղներդ, կամ չեք կարողանում վեր ընկնել տեղներդ, այլևս ազգային ժողով չմտեք, դա ազգային ժողովն է, մեր ազգի ժողովն է, որին դուք հեգնանքով հայեր եք ասում։ Սրանց խելքին նայի, իրաց նայի, պահվածքներին նայի, թալանը ձեռները բռնել են, կաղնել են, բայց ոստիկանը երբ որ ինձ ստանում էր, քնքշորեն չտարավ, մի հատ հանկարծ հարված ես, դատաբժիշկն ասել է, որ հարված եղել է, ինչու այդ ոստիկանները չեն հեռանում համակարգից։ Հորդ ստեղծած համակարգն, Ոչ մի տեղից պարեկային ծառայություն է ստեղծվել, ոչ մի տեղից։ Ես նուրբ էակ եմ, ինչու էին նրանք ինձ այդպես։ Որ հերդ բերել 10 հոգի գնդակը արել է տվել փողոցում, դա հեչ։ Բայց այ իմ քնքուշ մարմինին հանկարծ ձեր կեղտոտ փաթաթիկներով չկպնեք։ Ես փափուկ բարձի մեջ մեծացած երեխա եմ եւ ոչինչ որ հիմա գանտելներով մի քիչ պարապում եմ։ Գանտելներով պարապում եմ, բայց երբ բոլորին թուրք եմ ասում, բայց երբ որ թուրքը դեմս կանգնում է, ես հայտնվում եմ ծանր ու վատ դրության մեջ։ Եվ նաև դա էր պատճառը, որ ըստ էության 44-օրյա պատերազմում առաջնագծի երես չտեսա։ Բայց պատրաստ եմ սիրելի հայեր ձեր երեխաների գնով ամեն ինչ հետ բերել ու վերադարձել կյանքի գնով։ Եվ իհարկե այդ ամբողջը մի մեծ փաթեթով նվիրել մեր եղբայրական ռուս ժողովրդին, որովհետև եթե ես գամ, ապա գալու եմ Պուտինի դաբրոյով եւ թքած ձեր ընտրությունների վրա դուք ոչ ոք եք, դուք չեք որոշում, Պուտինն է որոշում, եղավ։ Սա չեք։ Եվ այո, ամեն հանցագործին, ամեն կողոպտիչին իր անունով, հիմա կնստենք ասեն, գնելը, ատելության քարոզ անում բան, դուք ատելության քարոզը չեք տեսել, դուք ատելության քարոզ գնելի կատարմամբ դեռ չեք տեսել, և գնելը շատ լավ գիտի, որ հեռուստատեսունային հարթակը չի, որտեղ որ եթե անգամ ցանկանա ատելության քարոզ անել, ապա կնստի ու կանի, ոչ, ես առայժմ իրերն եմ իրենց անուններով կոչում, և ասում եմ շատ չնչին մասնիկը, և եթե իրերը իրար անուններով կոչելուց որոշ մարդկանց մոտ առաջանում ատելություն, կներեք, ժամանակին խելք ունենայիք, նորմալ մարդ լինեք, նորմալ կառավարեիք, այդ ամեն ինչը հնարավոր չլիներ։ Նորեք, Ալեն Սիմոնյանին կշպրտեմ, նենց կշպրտեմ, լսի, հորատել, իր երկորյակ եղբայր Սերժիկին էլ, այս ժողովուրդն է շպրտել, դուք շպրտվածներով չեք կարող որևիցե մեկին շպրտել, հասկացաք, և թող ձեր դուխ տվողները, Կիրիենկոները, Զախարովաները, ձեր մուսկուլիստ մյուս ընկերները, որ լավ կլներ մի երկու բաներ ստեղ մուսկուլ գցեին, չեն կարող Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մարդկանց շպրտել, որովհետև կրկնում եմ, եթե Հայաստանում կան շպրտվածներ, մերժվածներ ու շպրտվածներ,
Մեկը Հերետա, մեկը Սերժնա, իրենց ողջ քաղաքական, այսպես ասած, ահաբեկչական թայֆայով։ Հասկացանք իրար։ Եվ այո, հենց հայ ժողովուրդը շպրտել է երկուսին էլ։ Եվ հիմա էլ ուր որ շպրտել է գնացել ասում է մենակ շպրտվելով չեք պրծնելու իմ ձեռքից։ Իմ երեխաներից, իմ ապագայից, իմ կյանքից, իմ ճակատագրից գողացածը կոպեկ պիտի դնեք տեղը ու դեռ պիտի շնորհակալ լինեք, ծնկաճոք շնորհակալ լինեք, որ միայն վերադարձնելով հնարավոր է պրծնեք։ Եվ եթե ժողովուրդը դեռ ոտքի չի կանգնում սենց թացուչոր խառնելով ուղիղ գնա, մի հատ էլ դրա համար կգնաք մատաղ կլինեք Նիկոլ Փաշինյանին, ով 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած կարողանում է այնպես անի, որպեսզի հանրությունը իր կոնկրետ քայլերով, գործողություններով ձեր տեղը ցույց չտա։ Որպեսզի չգնաք քաղաքացիական բախումների, կգնաք ու շնորհակալ մատաղ կլինեք։ Այն ձեր սրբազանին կասեք, բանի հետ, Վարդանիկի հետ Լեննականի, մի 40 հատ կացա էլ այդտեղ դնի խարույկին, իրենց ձեռքով էլ աղը թողորտն են լցնեն մեջը և բաժանեն բոլորին, ժողովրդին։ Աստծո շնորհակալություն հայտնելով, որ Փաշինյանը կարողացավ այնպես անել, որ ձեր խուլիգանական պահվածքի համար փողոցներում հանրությունը հազիվ էր իրեն զսպում, որպեսզի դուրս չգար ու իր անելիքը չաներ։ Եվ ասեմ այդ զսպողներից մեկն էլ ես եմ եղել։ Եվ ինձ նման շատ մարդիկ, ում ոնց զանգում էին որպես հանրային մարդկանց, ասում են խնդրում ենք, էլ չենք դիմանում, էլ ստեղները սա ես ինչ են անում սրանք, արդեն անձնական վիրավորանքների են ասել, մի հատ կոչ արեք դուրս գանք էլի։ Եվ քանի մարդու հետ եմ վատամարդ եղել, համոզելով, որ չի կարելի, բացատրելով, որ չի կարելի, սա ժողովրդավար երկրի, ոչինչ թող ինչ անում են, թող անեն, Մարգինալ մարման են գնալու է այդ իրանց քաշը, դրանից ավել չեն գնալու են սսկվեն տեղները մեկա։ Եվ դուք անկարծ որոշում եք, որ տենց անպարտելի երևույթներ եք, որովհետև դեմներդ ոչ ոք դուրս չի գալիս։ Լուրջ եք խոսում։ Ես չեմ ասում եք քաղաքական ղեկավարի մի կանչով։ Ես ասում եմ, ինձ նման շարքային մարդկանց մի կանչով շատ ավելի շատ մարդ կհավաքի ձեր դեմ, քան հնարավոր է պատկերացնել թվերով։ Ընդ որում առանց փողի, առանց հիվանդ մարդկանց խաբելու պրյանիկով, կորժիկով բերելու Երևանի կենտրոն, առանց ծերանոցի բաներ անելու։ Առանց արցախցիներին թունավորելու։ Առանց այդ ամեն ինչի։ Դուք չեք էլ պատկասում ժողովրդի որտեղն է ասել, կանգնել ազգային ժողովուրդ շպրտելուց եք խոսում, շպրտվածներ, նետվածներ, ընդ որում կարող եք դուք ընտրել, որտեղ եք նետված, աղբանոց գոյություն ունի գերեզմանատուն, գոյություն ունի, չգիտեմ, ճահճոտ ցեխոտ վայրեր, գոյություն ունի անցյալի բան, այդ դավաճանների մի հատ առանձին կացա, իրանց համար Հավիտյանս Հավիտենից այդտեղ այրվում են։ Դավաճաններից ինչով եք, դավաճանը պոզով պոչով կենթանի ախի։ Գիտեք ինչ, և նայեմ է, ճիշտ է ասում Հայկը Սուքեսյան, գոյություն ունեն կոռուպցիոներներ և գոյություն ունեն կողոպտիչներ։ Դուք կոռուպցիոներ չեք, կոռուպցիոները այն բանն է, մեկը կար չէ, այս վերջերս էլի հավաքեց են, մի քանի 100,000 դրամի համար, գնաց վերջ, խաշ-խաշվեց իր բանի վրա, կարիերայի վրա էլ, բանի վրա։ Դուք կողոպտիչ չեք, դուք կոռուպցիոներ չեք, դուք կողոպտիչներ եք, դուք հայ մշակութաբանական ցեղասպաններ եք։ ՀՄՑ, ձեր կարճ հապավումը դա է։ Հայ մշակութաբանական ցեղասպանների խմբակցություն, ՀՄՑԽ։ Եվ ասեմ ձեզ, հիմա հենց հիմի եթերը մոտեցել է ավարտին, և եթե ասեմ, եթերում ազատ շփումներ կհանդիպենք, հանրությունը նեղվելու է, որ այսքան շուտ վերջացավ, որովհետև դեռ ինչքան կուզեին ասվեր, ու ինչքան էլ իրանք կուզեին ասեին։ Նստել եք մամուլի հայտարարություններից ելնելով բաներ եք խոսում, մարդիկ ձեզ ես են ասում, դուք վստահ եք, որ ուզում եք լսել, թե մարդիկ ձեզ
ձեր հասցեին ամեն մեկիդ իրենց գյուղի մակարդակով ինչ են ասում։ Կարտոլ գողցողից, կարտոլ ու տավար գողցողից, ցեղական ընդ որում։ Ցեղով այդպեսի անուն են կրում։ Մարդ կա ձեր մեջ, դաշնակների մեջ, հարցրեք, ինքը կասի կամ դուք էլ շատ լավ գիտեք ում մասին է խոսքը։ Իր հայրական տարածքում իրանց ասում են կարտոլ գողցող։ Կարտոլ գողցողից մինչև հերեդ, որ ջրամբարի բաներն էր գողանում, տարուբեկը։ Եվ մարդկանց ճակատագրերն էր գողանում, մարդկանց կյանքն էր գողանում, ամբողջ 30 տարիներ եք գողացել։ Որպեսի գիտես ինչի, որպեսի դու մեծանաս, Լևոն, մեծանաս, դպրոց գնաս, հետո գնաս պարապմունքի, հետո իհարկե կարելի է եւ գնալ Միացյալ Նահանգներ, թեկուզ եւ ծննդաբերելու նպատակներով։ Այդ ամեն ինչի փողը ես եմ տվել։ Ու մյուս անգամ Աժամբյոնին մոտենալուց մի հատ կես բերան շնորհակալություն, որ ասես, ես ինձ այդքան վատ չեմ զգա։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։